Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Հոլիվուդյան օպերացիա Ծառուկյանի տանը, իրավական գործընթաց է, թե քաղաքական հաշվեհարդար, ինչ կապ ունեն առյուծներն ու բադերը գործարանի մեղադրանքների հետ։ Իշխանափոխությունն անխուսափելի է, երբ ընդդիմությունը դուրս կգա փողոց, ինչ է հայտարարել Սամվել Կարապետյանը։ Պայքար Հայաստանի ատոմակայանի համար, ով է վերահսկելու Հայաստանի էներգետիկ ապագան, Ռուսաստանը նոր առաջարկ ունի։ Միացյալ Նահանգները չեղյալ կհայտարարի Թուրքիայի դեմ պատժամիջոցները, Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ գագաթնաժողովը։ Պայթյուն Դամասկոսում, այն հյուրանոցի մոտ, որտեղ գիշերել է Մակրոնը, ինչ մանրամասներ են հայտնի։ Գագիկ Ծառուկյանի քննեցված առյուծներից մեկը ամենայն հավանականությամբ չի արթնացել, լուրը տարածվում է լրատվամիջոցներում։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ էլ տեղափոխվել էին Ծառուկյանի առանձնատնից արգրաված կենդանիները։ Երևանի կենդանաբանական այգու մամուլի պատասխանատուն մեր հարցերին չպատասխանեց, հորդորեց դիմել քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետարանից էլ ասացին, որ քննչական գործողություններ են իրականացվում, ուստի չեն կարող պատասխանել մեր հարցերին։ Դիմեցինք քննչական կոմիտե, որն ըստ քաղաքապետարանի իրականացնում է քննչական գործողությունները։ Այդտեղից էլ ասացին, լուրը չեն մեկնաբանում, նշելով, որ այն իրենց տիրույթում չէ։ Արդյունքում որևէ մեկը չկարողացավ պատասխանել հարցին, որտեղ են այս պահին առյուծները եւ ինչ վիճակում։ Իսկ Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը դեռ անորոշ է, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի կալանքի հարցով դատարանն արդեն ավարտել է քննությունը եւ հեռացել խորհրդակցական սենյակ։ Քննչական կոմիտեն միջնորդել է նրան կալանավորել 2 ամսով, 3 մոտ 12 ժամ տևած խուզարկություններից հետո Ծառուկյանին ձերբակալել էին, գիշերն էլ տեղափոխել դատարան։ Թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել եւ ինչ զարգացումներ են հաջորդել աղմկոտ գործի շրջանակում, Սեդա Մակարյանն է պատմում։ Ուրեմն մեղադրանքը լրիվ սարքած, սուտ, փուչիկ։ Կեղծ ու փուչիկ է որակում ԲՀԿ առաջնորդն իր դեմ հարուցված քրեական գործերը։ Շուրջ 70 հասցեում խուզարկություն, անօթաչու սարքեր, ԱԱԾ, ալֆա ջոկայտ ու քննիչներ։ Սրանք հոլիվուդյան մարտաֆիլմի կադրեր չեն։ 3 առյուծ, 1 վագր եւ մի քանի տասնյակ կենդանիների կմախք է քննչական կոմիտեն արգրավել Գագիկ Ծառուկյանի տունը 10 ժամից ավելի խուզարկելուց հետո։ Նրա դեմ քրեական բարույթ է հարուցվել վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեն պնդում է, թե վերջինս 30 միլիոն դրամի վնաս է հասցրել Հայաստանի շրջակա միջավայրին։ Նրան մեղադրում են նաև առանձնապես խոշոր չափի խարդախության եւ փողերի լվացման համար։ Դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններն, այդ թվում նրա առանձնատունը, այսպես ասած, պետականացնելու են։ Սա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ, պատրաստվի առած ցեմենտը սեփական պետականացնում ենք եւ այդ հանցավոր գործարքի համար դու խանամիտ պատասխանատվություն եք կրելու։ Քննչական գործողություններից հետո ցեմենտի գործարանը կապարակնքել են նաև Արարատի, կոնյակի, գինու եւ օղու կոմբինատը։ Կոմբինատի հարևանությամբ գտնվող վարչական շենքը, Մուլտի Վելնես կենտրոնը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքը։ ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանի խոսքով մոտ 10,000 մարդ հարկադիր պարապուրդի է մատնվել։ 3 ուշ երեկոյան դադարեցվել է նաև մուլտիգրանտ հյուրանոցի հարևանությամբ գտնվող նախկին Փարավոն ռեստորանի գործունեությունը եւս դադարեցված է կապարակնքված է ռեստորանը բոլոր հենց այդ մասին էի ուզում խոսել անկեղծորեն, որովհետեւ սկսած մուլտիվելնես համալիրի հաճախորդների եւ տարբեր այսպես ռեստորաններում ամրագրումներ արած մարդկանց, մարդիկ ամիսներ առաջ հարսանիքների համար օրեր են ամրագրել եւ դրա հետ կապված այդ ձեռնարկությունների մենեջմենթով զբաղվող մարդիկ ցավոք սրտի բախվել են շատ լուրջ խնդիրների եւ հիմա փորձում են ամեն դեպքում մասնագետները զբաղվում են այդ հարցերով, փորձում են կանոնակարգել, տեղեկացրել են բոլորին, որ հարկադիր պարապուրդի են մատնված, որ դա իրենց պատճառով եւ իրենց մեղքով չի։ Իրավապահների գործողություններն անակնկալ չէին ԲՀԿ-ի համար։ Կուսակցության անդամ Արման Աբովյանի խոսքով Փաշինյանը փորձում է ջարդել ընդդիմությանը։ Սա անակնկալ չի, ես ձեզ վստահեցնում եմ, սա անակնկալ չի ոչ Գագիկ Ծառուկյանի համար, ոչ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամների, ոչ էլ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ով ունի նվազագույնը տրամաբանություն։
Բա ինչ պետք է անեն, բա իհարկե իրեն գործում են լրիվ հակապետական եւ հակահայկական տրամաբանության ներքո։ Ծառուկյանին պատկանող կենդանիներին որոշել են հանձնել Երևանի կենդանաբանական այգի։ Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանն այս որոշումը համարում է վրեժխնդրություն քարոզարշավի ժամանակ հնչած հայտարարության համար։ Հրահանգը իջեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից վրեժխնդրություն իրականացնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, բայց որ այդ փոքրիկ բռնապետը այդքան փոքրոգի ճղճիմ եւ այդքան նենք կգտնվեր, այդքան մանրախնդիր կլիներ, որ նույնիսկ կենդանիներից վրեժխնդրություն կլուծեր կամ կենդանիների միջոցով կփորձեր պարոն Ծառուկյանից վրեժխնդիր լինել, դա արդեն ստորության հատակն է։ Իվետա Տոնոյանն ասում է, Ծառուկյանն այդ կենդանիներին պահելու համար համապատասխան բոլոր թղթերն ու թույլտվություններն ունեցել է։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Գագիկ Ծառուկյանի դուստր Ռոզա Ծառուկյանը վստահ է, որ հոր հետ կատարվողը ակնհայտ ապօրինություն է։ Նա անդրադարձել է նաև առանձնատանը պահվող կենդանիների եւ խրտվիլակների վերաբերյալ ներկայացված մեղադրանքներին։ Հիմա նմանատիպ վարմունք, նմանատիպ պահվածքը ուղղակի աններելի է ու բարեգործի հետ նման կերպ վարվել ձեռքերը շղթա։ Իր հոբին է, նախասիրությունն է, մանկուց մենք շատ շուտ ժամանակվանից մենք այդ կենդանիներին պահում ենք, թորնիկների հետ գնում, կերակրում են կենդանիներին, բադիկներին հաց են տալիս, չգիտեմ, այդ այն տարածքն է, որտեղ ընտանիքով ժամանակ են անցկացնում, ձուկ են որսում, ու այդ ամեն ինչը հիմա տեսնել, նկատել ու կենդանիներին քնեցնել, տեղափոխել գազանանոց, որտեղ եղած կենդանիներին նորմալ չեն կարողանում պահել, սա ուղղակի թող մարդիկ դատապարտեն, թող մարդիկ ուղեղ ունեն, վստահ են բոլորը բանական մարդիկ են, թող մարդիկ տեսնեն ու եզրակացություններն իրենք անեն, ոչ մի բան ասելու չունենք, իսկ գիտեք դատելը աստվածաշնչյան պատգամներով են առաջնորդվում, պատարակներ են գնում, սաղմոսներ են ասում, բայց քրիստոնյայի կյանքը դա ամենօրյա աշխատանքի, ամենօրյա ապրելու ձև է, ամենօրյա ապրելու ոճ է, ապրելու կերպ է, չես կարող ուրիշ բան խոսել, ուրիշ բան անել։ Տնտեսական մեծ վտանգ է տեսնում ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Իշխանության բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին, թե արտաքին ներդրողներին, հակակոռուպցիոն դատարանի մոտ ճեպազրույցի ժամանակ ասել է Կարապետյանը։ Վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար դրա վտանգը իրենք չեն տեսնում, ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին ներդրողներին, թե արտաքին ներդրողներին, այդ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։ Այն մարդու չուճելներն էլ գողացան, հիմա ինչ կա։ Առուսներին է քնացրին։ Առուսներին էլ քնացրին։ Դա առուսներին ոչինչ, հետները կտանեն ազգային ժողով, կզարթնացնենք տանեն ազգային ժողով։ Սամվել Կարապետյանը նաև հայտարարել է, որ իշխանափոխությունն անխուսափելի է, սակայն դրան պետք է հասնել փուլային եւ կազմակերպված ճանապարհով։ Նրա խոսքով այս փուլում ընդդիմությունը նախընտրել է մտնել խորհրդարան խուսափելու համար երկրի ներսում նոր ցնցումներից։ Վստահեցնում է, որ падգամավորական մանդատներ վերցնելու որոշումը չի նշանակում գործող իշխանության լեգիտիմացում։ Փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ։ Եվ կլինի։ Եվ վերջնական։ Դատարանից որևէ ակնկալիք չունի Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Իր դատական նիստից առաջ լրագրողներին ասել է, որ գործի ելքը կախված է նրանից, թե դատական գործընթացում որքան կոմպետենտություն կդրսևորվի։ Իրանք չունեմ, էլի ինքս ես կանից հետո ինքս ինձ ինչ-որ լավատեսական բաների մասին խոսել։ Ընդհանուր նիստերի Բայց ես պայքարում եմ միջև վերջ, որպեսզի արդարացման որոշում կայացվի։ Ես անձամբ դրա համար եմ պայքարում։ Այսինքն գտնում Ու բոլորն էլ դրա համար են պայքարում։ Այսինքն գտնում եք, որ բավարար ապացույցներ կան ձեր ամեղությունը հաստատված։ Հակառակ ապացույցներ գոյություն չունեն, որոնք որ մեղադրանքն են ապացուցում։
Մինչ դատարաններում շարունակում են քննարկել նախկին պաշտոնյաների աղմկահարույց գործերը, երկրի անվտանգության օրակարգում հասունանում է մեկ այլ տասնամյակների հետևանքներ ունեցող որոշում։ Հայաստանը պետք է ընտրի, թե ինչ ատոմակայան է կառուցելու, ում հետ եւ երբ։ Իսկ ով է վերահսկելու Հայաստանի էներգետիկ ապագան։ Այս հարցի պատասխանը որոշվելու է ոչ թե միայն տնտեսական հաշվարկներով, այլև աշխարհաքաղաքական շահերի բախման պայմաններում։ Ռուսական Ռուսատոմը հայտարարում է Հայաստանին անհրաժեշտ է մեծ հզորության նոր ատոմակայան, մինչդեռ մեր իշխանությունը շարունակում է խոսել մոդուլային ռեակտորի մասին։ Ռուսաստանի պետական Ռոսատոմը առաջարկում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցել։ Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարում է, առաջիկա տասնամյակներում Հայաստանը էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ է ունենալու, մինչև 1 գիգավատ եւ այն փակելու լավագույն տարբերակը մեծ կամ միջին հզորության ատոմակայանն է։ И наш ответ – станция большой или Մեր պատասխանը մեծ կամ միջին հզորության կայանն է, 1 կամ 2 էներգաբլոկով, որոնք տասնամյակներ շարունակ կծածկեն սպասվող էներգադեֆիցիտը։ Ռուսական կողմի առաջարկը նոր չէ։ Ռոսատոմը վերջին տարիներին պարբերաբար է հայտարարում այս մասին։ Նիկոլ Փաշինյանը սակայն հստակ որոշում ունի։ Նոր կայանը մոդուլային ռեակտոր պիտի լինի։ Պատճառն էլ Չեռնոբիլի վթարի հավանականությունը զրոյացնելն է, իսկ գործընկեր երկրի ընտրությունը նրա խոսքով քաղաքական չէ, այլ տնտեսական եւ տեխնոլոգիական։ Միացյալ Նահանգները լավ ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատեն։ Չինաստանը ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատեն։ Ռուսաստանը ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատեն։ Ֆրանսիան կանի առաջարկ, իրանց հետ կաշխատեն։ Կորեան հարավային, իրանց հետ կաշխատեն։ Էս է պատմությունը։ Քաղաքագետը սակայն սթափեցնում է։ Քաղաքական գործոնը կենսական նշանակություն ունի։ Թուրքիան եւ Ադրբեջանը դեռ վաղուց են պահանջում մեծամորյա ատոմակայանի փակումը։ Դա նպատակ ունի նվազեցնել Հայաստանի էներգետիկ նշանակությունը տարածաշրջանում։ Դա անշուշտ նաև քաղաքական կարևորագույն գործոն է, անվտանգության համակարգում զսպող գործոն է եւ այս տեսանկյունից որևէ կերպ համեմատելի չեն այդ կայանները մոդուլային կայանների հետ, որոնք պարզապես այսպես եթե բարձեցված ասենք դիտվում են իբրև միջուկային գեներատորներ, շատ սահմանափակ կիրառմամբ, տարածությամբ, ներուժով եւ հետեւաբար նաև քաղաքական նշանակության բացակայությամբ։ Փորձագետի խոսքով Ռուսաստանի առաջարկը Հայաստանի համար թե քաղաքական, թե տնտեսական առումով այս փուլում ամենից շահավետն է։ Եթե մոդուլային ռեակտորները 50-ից 300 մեգավատ էներգիա են տալիս, թվերը էականորեն տարբերվում են միջուկային ատոմակայանների դեպքում։ Հայաստանը կարիք չունի մոդուլային կայանի, որտեղ իր հզորությունները թույլ են իրագործել շատ բարձր։ Հայաստանը կարիք ունի ամբողջական ռեակտորի նվազագույնը 1000-ից 1200 մեգավատ հզորության։ Եվ դա զուտ Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ անվտանգության շահերից է բխում։ Իսկ դրա մեջ լավագույնը ռուսական այդ Ռոսատոմի առաջարկած Viva 1200 կոչվող կայաններն են։ Բացի այդ, Հայաստանում արդեն կան միջուկային ատոմակայանի պատրաստի եւ փորձ ունեցող մասնագետներ ու ինժեներներ։ Ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, մեծամորյա ատոմակայանը 2015-ից 23 թվականներին է արդիականացում անցել։ ՄԱԳԱՏԷ-ն 2023-ին արձանագրել է մեծամորյա աշխատունակ վիճակը։ Ատոմակայանում տեղի ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այսպիսով ատոմակայանը կարող է շարունակել գործել։ Դրա գործունեության ժամկետի երկարաձգումը պետք է լինի մի քանի տարով, եւ մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես են այդ աշխատանքները իրականացվել։ Փորձագետները մոդուլային ատոմակայանի ընտրությունը կապում են Հայաստանում արհեստական բանականության կենտրոնի բացման հետ, ինչի սպասարկումը մեծ էներգետիկ պաշարներ է պահանջում։ Մինչ Հայաստանի իշխանությունները դիտարկում են մոդել, որը փորձագետի պնդմամբ հակասում է Հայաստանի շահերին եւ սպասարկում արտաքին շահերը, զոհասեղանին դրված է Հայաստանի ապագան։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ ՆԱՏՕ-ի առաջնորդները ծրագրում են այսօր Անկարայում տասնյակ միլիարդավոր դոլարներ արժեցող սպառազինության գործարքներ ներկայացնել, ցուցադրելու համար, որ հետևում են Եվրոպայի պաշտպանության նպատակով ծախսերն ավելացնելու Միացյալ Նահանգների կոչերին։ Հյուսիսատլանտյան դաշինքի այսօր եւ վաղը անցկացվելիք գագաթնաժողովին ընդառաջ։
Իդեպ նույն գագաթնաժողովի շրջանակում ամերիկացի եւ թուրք առաջնորդների միջև բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է վերացնել Թուրքիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները, որոնք նախկինում սահմանվել էին Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով։ Ընդ որում Թրամփը գովեստի խոսքեր է շռայլել Էրդողանին։ Այս նախագահի օրոք Թուրքիան դարձել է ռազմական առումով շատ հզոր երկիր։ Մարդիկ չգիտեն, թե իրականում որքան հզոր են նրանք, ասել է Թրամփը Թուրքիայի մասին։ Աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմանում փոխվում են ոչ միայն պետությունների միջև հարաբերությունները, այլև անվտանգության ավանդական պատկերացումները։ ՆԱՏՕ-ի ներսում ձևավորվող նոր հավասարակշռությունը, եվրոպական պաշտպանական քաղաքականության վերափոխումն ու տարածաշրջանային զարգացումները նոր հարցեր են առաջ բերում նաև Հայաստանի համար։ Այս համատեքստում վերլուծաբանները առանձնահատուկ ուշադրություն են հրավիրում Թուրքիայի աճող դերակատարության վրա։ Եվրոպան թուրքական կախվածության շեմին, անվտանգության նոր հաշվարկները ռեպորտաժում։ Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունն արագ փոխվում է։ Ուկրաինայի պատերազմը, մերձավոր արևելքի անկայունությունը եւ Միացյալ Նահանգների հնարավոր ռազմական վերադասավորումները ՆԱՏՕ-ին ստիպում են վերանայել դաշինքի ներսում ուժերի հավասարակշռությունը։ Այս նոր իրողությունների պայմաններում Թուրքիան արդեն պարզապես դաշնակից չէ։ Այն աստիճանաբար վերածվում է այն պետության, որի հետ Եվրոպան ստիպված է ոչ միայն գործակցել, այլև ավելի խորացնել կախվածությունը։ Ռազմարդյունաբերության արագ զարգացումը, եվրոպական շուկաներ ներթափանցող թուրքական սպառազինությունը եւ Անկարայի աճող քաղաքական ազդեցությունը ձևավորում են նոր աշխարհաքաղաքական միջավայր։ Միացյալ Նահանգները փորձում է պատժելով ՆԱՏՕ-ին կամ շանտաժի լեզվով խոսալով իր զորքերը հանի, որը արդեն Գերմանիայից ոնց որ հանվում է դեպի Լեհաստան է գնալու, բնականաբար Թուրքիան լինելու է Եվրոպայի եւ ասենք ՆԱՏՕ-ի արևելյան եւ հարավ-արևելյան ճակատի կարևորագույն անդամը։ Փորձագետի գնահատմամբ Անկարան ոչ միայն օգտվում է ստեղծված իրավիճակից, այլև այն վերածում է ռազմավարական լծակի արևմուտքից նոր սպառազինություն եւ բարձր տեխնոլոգիաներ կորզելու համար։ Մենք կարող ենք տեսնել տենդենսը վերջի 10 տարվա ընթացքում, երբ 10 տարի առաջ Միացյալ Նահանգները եւ եվրոպական ՆԱՏՕ-ի մյուս անդամները մերժում էին Թուրքիային, անգամ մերժում էին Էրդողանի առաջարկը, որը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում պիտի անցկացվեր։ Այսօր մենք տեսնում ենք արդեն ամսի 7-ին 8-ին գագաթնաժողով արդեն տեղի ունենալու Թուրքիայում, որտեղ Թուրքիան դա օգտագործելու է իր կարիքները կորզելու Միացյալ Նահանգներից։ Միաժամանակ Եվրոպան աստիճանաբար ավելի մեծ չափով է ներգրավում թուրքական ռազմարդյունաբերության ազդեցության ոլորտում։ Անօդաչու թռչող սարքերը, հրետանային զինամթերքը եւ համատեղ արտադրական ծրագրերն արդեն դարձել են համագործակցության առանցքային ուղղություններից մեկը։ Ֆոն դեր Լայնը Բաքվում նաև հայտարարեց, որ Ադրբեջանի համար ամենակարևոր գործընկերն է, որտեղ Ադրբեջանը կապում է այն բոլոր երթուղիները, որը Եվրոպային հասցնում է մինչև Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի սահմաններ։ Վերլուծաբանի գնահատմամբ այս պայմաններում Հայաստանը չի կարող ապավինել արտաքին ուժերի զսպման գործոնին։ Ավելի կարևոր է դառնում արտաքին քաղաքական ճկունության բարձրացումը եւ տարբեր տարածաշրջանային ուժային կենտրոնների հետ բազմավեկտոր համագործակցության ձևավորումը։ Այս իրավիճակում առաջնային պետք է լինի ոչ թե սպասողական, այլ նախաձեռնող քաղաքականությունը ուղղված երկրի երկարաժամկետ անվտանգության ապահովմանը։ Աշխարհագրությամբ նստած ենք այս բոլոր ուժերի կենտրոնում եւ մենք նաեւ պիտի օգտագործենք այդ խաչմերուկ լինելու փաստը, համարենք դա որպես գլոբալ դարպաս եւ կարողանանք համագործակցենք օրինակի համար հենց եվրոպական ուժերի հետ։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ Թուրքիայի աճող դերակատարությունը ՆԱՏՕ-ում պատահական զարգացում չէ, այլ տասնամյակների ընթացքում ձևավորված ռազմավարության շարունակությունը, որը սկիզբ է առել դեռ 1952 թվականին երկրի դաշինքին անդամակցելուց հետո։ Նրա խոսքով այդ ժամանակից ի վեր Թուրքիան աստիճանաբար դարձել է արևմուտքի հիմնական հենակետերից մեկը մերձավոր արևելքում, իսկ Եվրոպայի անվտանգության նոր համակարգի ձևավորման պայմաններում այդ նշանակությունն ավելի է մեծանում։ Երբ որ Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ 1952 թվականին, հայկական պահանջատիրության բոլոր երազանքները, հողային պահանջատիրության, ըստ էության շատ խորը առումով փակվեցին, որովհետև այն տարածքները, որի նկատմամբ հայերը ունեն երազանք եւ որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի բան նույնիսկ ակտիվացել էր Կարսի ու Արդարանի հետ վերադարձի հարցը, աստորեն լեովին փոխվեց, որովհետեւ այդ տարածքները Կարսը եւ մյուս հայկական տարածքները դարձան ՆԱՏՕ-ի
տարածքներ։ Այս համատեքստում Մելքոնյանը նշում է, որ Հայաստանը գտնվում է երկու ռազմաքաղաքական համակարգերի՝ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի ազդեցության սահմանագծին, ինչը պահանջում է առավել հստակ արտաքին քաղաքական դիրքավորում։ Նրա համոզմամբ այս պայմաններում անորոշությունը կարող է վերածվել անվտանգության լրացուցիչ ռիսկի։ Մեր անմիջական սահմանին Թուրքիայի ել ավելի ուժեղացումը, այսինքն այդ ռազմաքաղաքական բլոկի ել ավելի ուժեղացումը պետք է ստիպի Հայաստանին շատ ավելի հստակ քայլեր անել, այսինքն իր անվտանգային հովանոցի հետ կապված իր կողմնորոշումները ի վերջո հստակեցնել։ Փորձագետների գնահատմամբ ՆԱՏՕ-ում Թուրքիայի ազդեցության աճը փոխում է ոչ միայն դաշինքի ներսում ուժերի հարաբերակցությունը, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգային միջավայրը։ Այս նոր իրողությունների պայմաններում Հայաստանը կանգնած է ավելի բարդ եւ բազմաշերտ աշխարհաքաղաքական մարտահրավերների առջեւ։ Իսկ Էմանուել Մակրոնը Սիրիայում է։ Դամասկոսի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Սիրիայի արտգործնախարարը։ Էմանուել Մակրոնը եւ Ահմեդ Ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայյաթ մզկիթ։ Դամասկոսում այն հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում է Մակրոնը, մեքենա են պայթեցրել։ Ֆրանսիայի նախագահը լքել էր տարածքը միջադեպից կարճ ժամանակ առաջ։ Մակրոնն առաջին արևմտյան առաջնորդն է, որը այցելեց Սիրիա 2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի փախուստից հետո։ Այժմ լրահոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին։ Կհանդիպենք հաջողություն։